every personality trait has its own diamond. Նրանցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատուկ ադամանդը, My own patterns of thinking and feeling and sensing and behavior. իմ դրանցից յուրաքանչյուրի պարագայում կրկին արտահայտվում են մտքեր, զգացողություններ, հույզեր, դա իրականում, okay. She says that the translation of this circle in the handouts is not so ճիշտ չի ասեցիք. Okay. Yes, it is incorrect in some cases, and she wants you to announce once more which one is which trait. Okay. To know Yes. them personally. Yes. Okay, so trait number 1 is creative. Առաջինը դա ստեղծագործ, կրեատիվ հատկությունն է։ Trait number 2 is compassionate. Երկրորդը դա երբ ես հանդուրժող եմ, հանդուրժողականություն։ Trait number 3 is curious. Երրորդը հետաքրքրասիրություն կամ հետաքրքրություն։ Ինչպես աղմուկ է։ Խնդրում ենք լռություն պահպանել, որ լսենք լավ։ Ինչպես։ Առաջինը չէ սա, not this one։ Երկուսն I think we are lacking number 2 and number 3 is down here. they want to refer the first one and then this one. Yeah, okay, but it's because number 2 is not here. It dropped out. Այս անիվի մեջ նշված երկրորդը պարզապես բացակայում է այստեղ, երկրորդը եւ երրորդը։ 1, 4, 3, 5, 6. They can't listen to my voice. It is not, they can't hear my voice. Can you stand up? Yes, maybe. Խնդրում եմ լռություն պահպանենք, որպեսզի լսենք, լավ, որտեվ ես էլ բղավում եմ, իմ ձայնն էլ արդեն գնում։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, մաքսիմալ լսենք, որ հետո ավելի արդյունավետ առաջ շարժվենք։ Starting from the first one is creative. Yes. Առաջինը դա ստեղծագործ, կրեատիվ հատկությունն է։ And number 2 is compassionate. Երկրորդը դա հանդուրժողականություն։ Can you say when I can continue? Yes, continue. Number 3 is curious. Երրորդը հետաքրքրասիրություն։ Number 4 is joyful and playful. Երրորդը դա խաղասիրությունը եւ ուրախությունը, ուրախ եւ ինչպես։ Չորրորդը ուրախ եւ խաղասիրություն, խաղացկոտ։ You have to let me know when to continue. Շարունակենք։ Number 5 is courageous. 5-ը քաջ, Number 6 is strategic. 6-րդը ռազմավարական, Number 7 is systematic. 7-րդը համակարգված, Number 8 is sensitive. 8-րդը զգայուն,
Number 9 is ambitious. 9-րդը ամբիցիոզ, անհանգստատ ամբիցիոզ, այսինքն ինչ որ բանի ձգտում ունեցող ավելի շատ, ձգտող։ Այո։ Number 10 is controlling. 10 վերահսկող, Number 11 is self-critical. 11-ը ինքնակնդադատ, դա թարգմանությունը ChatGPT-ի թարգմանությունն է, պիտի վերանայվի, որ հետ դրա համար դրա վրա չպիտի ֆիքսվել։ Հա։ Եվ ամբողջ իրականում նյութի թարգմանություն ուղղակի արվել է, որպեսզի դուք ծանոթ լինեք դրա հետ։ Number 12 is angry. 12-ը բարկություն, Number 13 is tired and overwhelmed. 13-ը հոգնած, գերծանրաբեռնված, And number 14 is any trait you also think you have. 14-րդը դա այն հատկությունն է, որը դուք կարծում եք, որ ձեր մոտ կա, այսինքն անհատական է ձեր մեջ, իհարկե այստեղ նշված չի արդեն։ Դա ձեր ուրույն անհատական հատկությունն է։ But what is very important is this is just one example. Ամենակարևորը, որ հաշվի առնեք, սա ընդամենը մեկ օրինակ է։ You have so many possibilities to make your own wheel. Սա օրինակ է եւ դուք հնարավորություն ունեք ձեր անիվը ինքնուրույն պատկերել։ Այսինքն այստեղ հատկությունները եւս կարող են փոխվել ըստ ձեր անհատականության դրսևորման։ You remember these are just examples of traits. This is the page 12. This is from page 11. 11 էջից սկսած շարունակությունը 12-րդ էջում, այստեղ կարող եք նաև այլ հատկություններ տեսնել, որոնք կարող են ձեզ բնորոշ լինել եւ դրանց օգնությամբ կարող եք տեղավորել, կառուցել, կազմել ձեր անիվը։ So this is just one example. Սա ընդամենը մեկ օրինակ է։ You can make any combination of traits. Դուք կարող եք ցանկացածը ընտրել այդ նշվածներից, ինչպես արդեն ասացինք, եւ ձերը կազմել։ Also, many traits are not here, so you have to think about them. Իհարկե գրվածներից էլ դուրս կարող են լինել հատկություններ, որոնք բնորոշ են ձեզ, դա արդեն դուք ինքներդ կարող եք գրել եւ կազմել ձերը։ And this example, number 2 trait disappeared. Այս օրինակի վրա երկրորդը փաստացի վերացած է չկա։ It was a mistake. Սխալմունք է եղել ընդհանրապես։ So 1, 4, 3, 5, 6, 7, 8. Okay, just to show. All right. Սա ընդհանրապես օրինակ է, որի վրա պարզապես բացատրվում է։ Thank you for clarifying. Շնորհակալություն հստակեցնելու համար։ And you can help me writing all the right Armenian words, and then I will change and make it correct. Sure. And then we will share all of this material with everybody. Մենք սա եւս մեկ անգամ կնայենք, կխմբագրենք եւ արդեն ճիշտ տարբերակը ձեզ կուղարկենք։ And if you find other mistakes also in everything you will get today, Եվ եթե նյութերի մեջ այլ սխալներ եւս տեսնեք կամ ոչ համապատասխանություն, այդ մասով եւս տեղեկացրեք, առավել ուշադրություն հետագայում կդարձնենք նաեւ դրա վրա։ please let us know, Nelly know, because then we will correct it and then send it to you. Ընթացքում տեղեկացրեք ինձ, որպեսզի դա մենք գրի առնենք, ունենանք եւ դրանց վրա աշխատենք։ Okay, all right. So now you have to go to page
10. Հիմա խնդրում ենք 10-րդ էջ բացել։ 10 էջ 10 So this is the explanation that I gave before the break. Սա այն բացատրությունն է, որ ես արդեն բացատրել, սա այն է, ինչի մասին խոսել ենք արդեն ընդմիջումից առաջ։ We have the different traits. Մենք ունենք տարբեր հատկություններ, որոնք նշված են այստեղ անիվի տեսքով։ And then we have the circle, so each trait has 5 parts of it. Եվ նաև բացատրել ենք արդեն շրջանների մասին, որը կարող է ունենալ 5, որը կարող է բաղկացած լինել 5 մասից, 5 շրջան ունենք։ The inner circle we don't touch. Մեջտեղի կենտրոնական հատվածի շրջանին մենք հանգիստ ենք թողնում։ There is always something about a person we never will understand. Որովհետև յուրաքանչյուր անհատ ունի անհատի մեջ ինչ-որ բան կա, ինչ-որ մի մաս կա, հատկություն, որը մենք չենք կարող հասկանալ։ And then circle 2 is I'm happy even if this is a sad trait. Եվ երկրորդը դա եթե համարենք, որ դա տխրության If I'm sad in circle 2, եթե ես տխուր եմ եւ դա արտահայտվում է երկրորդ մակարդակով, I know I can still function and do. ամեն դեպքում դա ինձ այդքան էլ չի անդրադառ։ Տխուր եմ, բայց դա ֆունկցիոնալությանը իմ չի խանգարում։ I long for something, I'm grieving for something. Ես կարոտում եմ կամ ինչ-որ ցանկություններ ունեմ, դրանով կարող է պայմանավորված լինել։ When I think about my brother, Peter, Ես երբ օրինակ մտածում եմ իմ եղբոր մասին, he was 51 years old and then he died. ով 51 տարեկանում մահացել է, So he's always in my heart. նա միշտ իմ սրտում է, When I'm in circle 2 with my brother Peter, եւ այդ մտքով, երբ ես հայտնվում եմ այդ զգացողությամբ եւ մտքով ես երկրորդ շրջանի մեջ երբ լինում եմ, I'm thankful he was in my life. ես շնորհակալ եմ, որ նա իմ կյանքում եղել է եւ կա։ I'm thankful for sharing 51 years on earth. Ես շնորհակալ եմ, որ 51 տարի կիսել եմ աշխարհը իր հետ, But if I'm in circle 5 with my brother Peter, բայց երբ այդ նույն մտքերով ես 5-րդ մակարդակի եմ արդեն, իմ զգացողությունը հասնում է 5-րդ մակարդակի, I'm angry that he died. ես բարկանում եմ, ջղայնանում եմ, ասելով թե ինչու է նա մահացել։ His one son just got a baby. His one son, His son got a baby. նրա մեկ որդին, ով երեխա ունի, And last summer the son got married. եւ անցած ամառ իր որդին ամուսնացել է, And his father is not there. եւ իր եղբայրը, այսինքն հայրը, իր հետ չի։ So I'm happy at the wedding, Ինքը իսկապես ուրախացել է հարսանիքով, but I'm in circle 4 with sadness because of the father, my brother is not there. բայց 4-րդ շրջանի դեպքում ես իսկապես տխրություն եմ ապրում, որովհետեւ հարսանիքին ինքը հայրը որդու կողքը չի եղել։ And then I ask him from heaven, Այնուհետև ես Աստծուց հարցնում եմ, դիմում եմ իրեն երկնքում, if you were here, Peter, today, what will you tell your son? եթե դու այսօր իր կողքին լինեիր այստեղ, ինչ կասեիր քո որդուն։ And then I start imagining and then I write a speech from the Father in heaven. Եվ ես այդ ժամանակ սկսում եմ արդեն երևակայել, թե ինչ կասեր նա, եւ սկսում եմ գրել այդ ամենը, գրի առնել ինձ մոտ։ So I go from circle 4 to circle 2.5. Եվ 4-րդ մակարդակից այդ զգացողությունը, ուժգնությունը իջնում է դեպի երկրորդ մակարդակ, Because I can do something, I can make him present even if he's not there. որովհետև այդ ձևով ես կարծես թե ինչ որ ձևով իր ներկայությունն եմ լրացնում, կարծես թե դրանով եմ այդ բացը կարողանում լրացնել եւ իր խոսքը հասցնել որդուն։ So the next one here, this part, Հաջորդ հատվածը ներքևում պատկերված, it says, I can go from circle 2 to circle 5 like that.
Կարող եմ ներքևում արդեն պատկերված է, թե ինչպես ենք երկրորդ մակարդակից անցում կատարում 5-րդ մակարդակի մեր զգացողությունները։ But I can try and help myself, or other people can help me to go back to circle 2 or 3. Բայց ամեն դեպքում ես աշխատում եմ ինքս ինձ վրա եւ կարող եմ ինձ օգնել, որպեսզի մակարդակները փոխվեն 5-ից գա երկրորդ կամ երրորդ եւ մյուսները եւս դա կարող են անել։ Or I can change my trait and try to be the auntie. Կամ ես կարող եմ իրականում փակել, նեղացնել այդ հատկությունը, փոքրացնել եւ անցում կատարել մեկ այլ հատկության ուժեղացման։ But most of us, we have many feelings at the same time. Բայց մեզանից մեծամասամբ մենք միևնույն ժամանակ ունենում ենք բազում զգացմունքներ եւ զգացողություններ։ We call it mixed emotions. Դրանք կոչվում են խառնված էմոցիաներ։ When you ask something, how are you doing? Եթե մենք հարցնում ենք ինչ եք անում, Then I always feel like giving 15 answers. Կարող ենք այդ պարագայում 15 պատասխան տալ, ինչ որ մեկին որ հարցում ենք, այդ մեկը կարող է 15 պատասխան երևակայել եւ տալ։ So people ask me, how are you doing? Մարդիկ հարցնում են ինչպես եք։ Then I say, well, from working, I'm in circle 2, I'm happy. Աշխատանքի մասով կարող եմ ասել, որ ես շատ լավ եմ, երջանիկ եմ։ From circle 4, in my daughter circle, I feel I'm letting my mother down, I'm not so happy. Չորրորդ հատկությունից ելնելով որպես դուստր, ես կարող եմ ասել, որ այդքան է լավ չեմ, որովհետև ես ինձ լավ դուստր չեմ համարում։ From being with my 3 cats when I cuddle with them, Երբ ես մյուս հատկության պարագայում իմ 3 կատուների հետ, I'm in circle 3, I'm very content. ես արդեն լավ եմ ինձ զգում, որովհետև իրենց մասով ես ավելի լավ եմ ինձ զգում։ So usually I just give the American answer. Այդ պարագայում դուք կարող եք իրականում մի քանի պատասխան հնչեցնել։ I'm fine. Համախմբելով այդ ամենը մի բառով ասել լավ եմ։ Whatever. Ինչևէ։ But really, often we have so many emotions at the same time. Բայց միևնույն ժամանակ մեր ներսում շատ զգացմունքներ ենք ունենում։ And a part of reset, Եվ այս reset-ի մի մաս է կազմում, is trying to help myself to understand myself better. Մի մասն է կազմում այն հատվածը, որ պետք է փորձենք ինքնաճանաչմանը տանել։ So even in each trait, Նույնիսկ յուրաքանչյուր հատկության մեջ, my diamond in circle 2 looks like this. Իմ ադամանդը երկրորդ շրջանի պարագայում այս տեսքն ունի։ I have positive feelings, my thinking is okay. Ես ունեմ դրական զգացմունքներ, իմ մտքերը լավն են։ Something happens and I get out here. Այնուհետև ինչ որ բան է տեղի ունենում եւ ես կրկին շեղվում եմ, փոխում եմ իմ My դիրքը։ thinking gets more depressed or angry. Եվ երբ իմ մտքերը դառնում են ավելի բարկացկոտ, ավելի ջղային, My emotions change. իմ էմոցիաներն են փոխվում ըստ այդմ։ So what we try to work is understanding that this is reality. Այն ամեն ինչ պետք է հասկանանք, որ դա իրականությունն է։ And then see, is there anything that we can do with your sensor Եվ system? հասկանանք արդյոք կա ինչ-որ բան, որ մենք կարող ենք մեր զգացմունքների հետ աշխատել եւ փոխել։ Can you be prepared if something happens when you usually get upset and then prepare yourself for it? Կարող ենք արդյոք պատրաստվել կամ պատրաստել ինքներս մեզ, որ որևէ դեպք իրադրություն իրականանալու պարագայում փոփոխությունը կտրուկ չլինի կամ կարողանանք զսպել այդ էմոցիաների մակարդակի անցումները։ So when we talked about yesterday, when one child is aggressive, Երբ մենք երեք խոսում էինք, ուսումնասիրում էինք մի ագրեսիվ երեխայի վարք, the first thing I would work with առաջի բանը, որ ես կաշխատեի այդ պարագայում, is understanding who is he also. What other traits does he have than aggression? Այն է, որ պիտի փորձենք հասկանալ, թե այդ երեխան բացի այդ հատկությունից ուրիշ ինչ հատկություններ ունի եւ որ ուղղությամբ կարող ենք աշխատել։ And is there something in his upbringing that has given him a trait of being untrustful? Կամ արդյոք եղել է իր դաստիարակության կամ մանկության շրջանում ինչ-որ մի հատված կամ ինչ-որ մի բան, որը մղել է նրան ավելի չվստահելուն, այսինքն մարդկանց չվստահել։ Is there any time of the day? Is he hungry?
Միգուցե ցանկացած պետք է ուսումնասիրել արդյոք ինչ որ պահ է եղել, երբ ինքը սոված է եղել։ Does he feel like he's being unfair treated? Այդ պարագայում արդյոք ինքը անտեսված է եղել։ Is there any particular thing where I know he will always get angry? Արդյոք կա ինչ որ մի հատված, որը կարող է ստիպել իրեն կամ ինչ որ մի իրավիճակ, որը մշտապես կարող է ստիպել բարկած կոտ դառնալ։ So if I do this, then he gets angry here. Եթե օրինակ սա եմ անում, ապա դրա հետևանքը արդեն բարկության պորտկումն է լինում։ Maybe if I do this, he doesn't get angry. Միգուցե ես եթե այդ նույն բանը չանեմ, ինքը այդ պորտկումը չունենա։ Some of the children with autism or trauma that I work with, Որոշ երեխաների մոտ ում հետ աշխատում եմ տրավմայով կամ աուտիզմով, they get adrenaline and cortisol նրանք ունեն ադրենալին եւ կորտիզոլ, if something happens and they were not prepared. Այն դեպքում է դա լինում, երբ ինչ որ բան տեղի է ունենում եւ իրենք այդ իրավիճակին պատրաստված չեն լինում։ I think I prepared them, but they say I never heard about it. Ես կարծես թե փորձում ենք իրականում պատրաստել, բայց նրանք կարող են անպատրաստ հանկարծակ իրավիճակից ասել մենք տեղյակ չենք։ Then they get adrenaline and cortisol and that takes over the sympathetic nervous Այդ system. պարագայում իրականում կորտիզոլը եւ ադրենալինը բարձրանում է եւ սիմփաթիկ համակարգն է արդեն համակարգն է ակտիվ լինում նյարդային։ So usually children when they are aggressive, Usually when children are aggressive, սովորաբար երբ երեխաները ագրեսիվ են, we say stop մենք ասում ենք դադարիր, վերջացրու, or we punish them կամ պատժում ենք նրանց, because what they do is not okay. որովհետեւ ասում ենք, որ եթե դու դա անես, դա ճիշտ չի, լավ չի։ What I try to do Այնինչ ես եմ անում, ես եմ փորձում անել, is understand why is he aggressive, հասկանալն է ինչու է նա ագրեսիվ, so that I can help him not be in that trait. Այդ պարագայում ես կարող եմ նրան օգնել չլինել դուրս գալ այդ հատկության այդ հատվածից։ So the cognitive affective training Ճանաչողական հուզական տրեյնինգը is different from the behavior discipline դա տարբեր է վարքագծային հատկություններից, դիսցիպլինայից, because we know from the brain որովհետև մեր ուղեղից է հրահանգավորվում, գիտենք, that behavior comes from emotions and senses. որ վարքը դրսևորվում է գալիս է բխվում է զգացմունքներից։ So if you want to change the behavior, Եթե ուզում ենք վարքագիծը փոխել, not just by discipline, ոչ նրան կարգու կանոնի հրավիրելով, we have to understand the emotions and senses system. մենք պետք է անմիջապես հասկանանք էմոցիաները եւ զգացմունքները իր։ And then start having different strategies so that he knows I can do something else or I can help him. Այդ պարագայում հատուկ կարող ենք արդեն այլ ռազմավարություն կիրառել կամ մշակել, որի միջոցով կարող ենք օգնել եւ ինքը կարող է վստահել մեզ, որ մենք իրեն պիտի օգնենք դրանից դուրս գա։ If that makes sense. Հասկանալի է։ All right, so what we do right now, Այնինչ հիմա մենք կանենք, we want to make, I want to make you draw the circles ուզում եմ որ նկարեք շրջանները on top of your wheel. Ձեր անիվի վրա, And then again you talk about your trait. կրկին դուք կխոսեք ձեր հատկությունների մասին ձեր ընկերոջ հետ, You try and talk about the cognitive diamond. կփորձեք խոսել ճանաչողական ադամանդի մասին։ In this trait, if you are in circle 2 or 3 or 4 or 5, Այս պարագայում կփորձեք մակարդակներ արդեն նշել 2, 3, 4 թե 5-ներ what is your reactions? եւ որն է ձեր ռեակցիան։ Circle 2 is that everything is okay even though it's complicated. Երկրորդը դա ոչինչ է, չնայած խնդիրը արդեն པարզ է, կա։ And circle 5 is you lose it. Իսկ 5-րդը այն է, որ արդեն դա ազդում է ձեր վրա, չեք կարող տիրապետել եւ կորցնում եք իրավիճակը։ And what do you usually do if you are in circle 5 in this trait? What do you do? What is helpful? Եվ ինչ եք սովորաբար անում, երբ որ այդ հատկությունը 5-րդ մակարդակում է գտնվում, սրված վիճակում է գտնվում, ինչ եք անում, որպես ի օգնություն ձեզ։ But I really want to
ask if you have questions because it has to be logical. You have to understand, otherwise it's just, you know. Բայց մին սկսելը խնդրում եմ, եթե հարցեր ունեք, բարձրաձայնեք, արդյոք ամեն ինչ հասկացել եք, որովհետև դա իրականում տրամաբանական պետք է լինի այդ կապը մեկը մյուսի հետ։ Վստահ լինենք, որ ամեն ինչ պարզ է, հասկացել եք։ All right, okay, then please continue and start talking. I'm sorry, once more explanation of what they are going. What? Once more, the task. Yes, okay. Before you start the task, you draw the lines, the circles on your, let me just, can I have one of yours? This one. Անիվը որ նկարել եք, անիվի վրա արդեն շրջաններն եք նկարում։ So here you see, this is the wheel and then you draw the circles. Սա անիվն է եւ անիվի վրա նկարում եք այդ շրջանները ըստ մակարդակի։ And then you talk about the trait here and here and here and here. Երբ խոսում եք արդեն կոնկրետ հատկության մասին եք խոսելու, օրինակ որ առանձնացրել եք, պետք է արդեն փորձեք բացատրել, որ մակարդակի վրա է գտնվում այդ հատկությունը։ Ուժեղ է ձեզ մոտ արտահայտված, մի քիչ թույլ կամ շատ ավելի սրված։ 2, 3, 4, 5, 2-ը նվազագույնն է, 5-ը ամենասրված վիճակն է։ Եւ այդ պարագայում դուք ինչ եք անում, որպեսզի մեղմացնեք, օգտակար ինչ եք անում, որ ձեզ հանգստացնի։ If it's unclear, we will do some more examples. Եթե պարզ չէ, կարող ենք մի քանի օրինակներով եւս մի քանի օրինակներ եւս անել։ Question? Մաս եկեք թարգմանեմ, էլի։ She wants to understand whether these circles, while drawing these circles, it refers to everyday work situation or in a stressful situation or in a certain situation. Well, in that case, you can choose because you can actually have 3 wheels. Իրականում կարող եք ընտրել, այսինքն որ հատկությունը որ հատկության մասով եք ուզում այդ շրջանները ներկայացնել։ This adds to the complexity of being a human person. Սա է հենց մարդ արարածի բարդ տեսակը, բարդ իրավիճակը։ So you choose. Բարդ կառուցվածքը։ Դուք կարող եք ընտրել, որն եք ուզում, օրինակ այս պահիդությամբ ընտրել։ Okay. We see. Please go on. Սկսենք աշխատել։ This is my circle. I have detached this trait out of many more. Attentive and responsible, but now it is in the 5. But it's okay. I'm okay with this because I do not want to lose any information from your side and from the side of audience. So I'm okay. It is not a negative side. Is it okay?
Okay. Yeah. No, I'm responsible and attentive. Exactly. Իհարկե։ Կասեք ես բաներից չունեմ, բաժներից չունեմ։ Մի հատ ոչ մի բան she has nothing, no materials at all. Okay. No, but you got last time you got materials? Դու վերջին անգամ ունեցել եք, չէ՞, որոշ բաներ անցածից տարել եք։ Last year, yes, previously she Yes. got some Ես նորից չունեմ։ new ones. Yes, the only new one right Yes, now from the wheel. Want to take? is over here. Yes. Օրեք ցուրտ էր։ Այսօր էլի ոչինչ, բայց երեք, այսինքն տակ ենք հագնված երևի դրանց։ It's the only one. Այս անիվն է, որի վրա աշխատելու ենք։ So my question was, it is not so obligatory that these traits in circle 5 be negative. It could be positive also. No. I think you're in circle 3 with this trait. But because if you were in circle 5, you could not concentrate. Oh, okay. No, So my you're in circle concentration 3. is great. No. Yeah. So you're in circle 3, I think. Okay, I see. So it's in 5, this, it must be I a lose problem. something. I Yes. lose such a situation. I can't control it. No, exactly. I So see. right now you love Three? being in circle 2, Yeah. but you're in circle 3. 3.5 maybe. I'm okay with everything. Yes. I'm happy with Then you're not in circle 4 and 5. Okay, I see. I understand. Thank you so much. On our helps us with the works to announce that things are missing. So she wants to say something before lunch. Yeah. Say it in a way that they will do it. Okay. We decided that we will say if someone please bring and take it to the tables Yeah. so that they will not be ashamed. Yeah. Thanks. 1. Yes.
You done? Are you okay? All right. I don't know if you are finished. Վերջացրել եք, կարող ենք շարունակել։ All right. Some of you are not, but we will continue. Ձեզանից ոմանք միգուցե դեռ շարունակում են աշխատել, բայց ամփոփենք, որ արդեն շարունակենք։ So I want to ask, are there anyone who wants to share some of the work you just did, some examples? Ցանկացողներ կան կիսվելու իրենց կատարած աշխատանքով, արդյոք։ Yes, Mary? You have to stand up. And also, we get the translation. Բարձր ու փոքր-փոքր, որ հասցնեմ։ First of all, I would like to tell you that this wheel makes us to understand us better, self-understanding. We need... Yes. Also to identify our negative and positive traits as well. Sometimes while working on negatives, we can make it change to positive ones. For instance, yesterday we have talked within our participants that if one is aggressive, they may work much harder. As an example. I have detached, I would like to talk about angriness. What? Which one? Angry. Yes. Trait. Aggressive. And aggressive traits as negative traits. I understood why I become angry. The reason are people and their compulsory tone of speaking. And what helps me to get rid of these traits? What should I do? What I am doing when it is on circle 5 or 4? So at least we can make it to go down to 2 or 1, not to 0, because we are human beings and it is impossible to go so down. Yes. And all the feelings are generated within us, and it is impossible to ignore and erase. Ինչպես մի հատ նորից։ So I would like to identify just to tell about several things. Maybe could be helpful for others as well. Makeup panel. It is to do makeup. Սիրուն հագնվելը, to better clothing, to pay attention to better clothing. Beautiful ones. To listen to music, to dance, to go for a walk in the fresh air, shopping, and as well, and shopping and unboxing
give what we have already Yeah. bought. And also to go to some changes because this strange situation also makes us angry. To change something, appearance, Yes, something, yes, yes. room, etc. Fantastic. Thank you, Mary. Շնորհակալություն։ You know, we can make a list of strategies and then we can be inspired by each other. Իրականում մենք կարող ենք մեծ ցուցակ կազմել ռազմավարությունների եւ մեկս մյուսին փոխանցելով դրանով ոգեշնչվենք։ Also wear pink glasses. Կարող ենք նաեւ ակնոցների միջոցով դա անել, կարող ենք ակնոցներ կրել։ Thank you. Can Nelly translate to Armenian? Կարծիք է ուզում, կարծիքն է ուզում Քիրստենի լսել։ Երբ մենք աշխատում ենք 6-7 տարեկան երեխաների հետ եւ այդ տեխնիկաներն ենք ուզում օգտագործել, դրա եւ տեխնիկաների կիրառմամբ ուզում ենք փորձում ենք այնպես անել, որ իրենք ինքներն իրենք հասկանան իրենց։ Ուզում ենք իմանալ նրանց էմոցիաները։ Եվ ուզում ենք, որպեսզի այդ էմոցիաները իրենք արտահայտեն եւ ինչպես կարող ենք մենք այնպես անել, որ այդ ամենը իրենք կարողանան իրենց էմոցիաները արտահայտել։ Yeah. Այս տեխնիկայով իրականում դժվար է ստիպել նրանց խոսել, որովհետև մենք կարող ենք հարցադրումներ անել, հարցեր տալ, որպեսզի իրենք հույզերը արտահայտեն, բայց ամեն դեպքում իրենց համար դա դժվար է անել։ Because of the decrease of self-understanding, maybe. Yes. Thank you so much. It's a very important question. What to do with small children? Շնորհակալություն, դա կարևոր հարց է հասկանալու համար ինչպես աշխատել այդ նմանատիպ տեխնիկաներով հենց երեխաների հետ։ So there are different answers to this. Պատասխանները տարբեր են այս հարցի։ When we work with the personality wheel, Երբ մենք աշխատում ենք անհատականության անիվի հետ, then I work with their teachers and parents այդ պարագայում աշխատում ենք ուսուցիչների եւ ծնողների հետ, so that they are actually the ones describing the child. եւ նրանք են հենց նկարագրում երեխաներին։ And then sometimes if I involve the child, Եվ երբեմն երբ մենք ներգրավում ենք երեխաներին, I use symbols from books or cartoons. ես օգտագործում եմ օրինակներ, օրինակ գրքերից կամ մուլտիկներից, մուլտֆիլմերից։ Sometimes the child likes to play with cars. Երբեմն օրինակ երեխան ուզում սիրում է խաղալ այդ պարագայում խաղալիքներով, փոքրիկ մեքենաներով։ And then I add the symbol from either a cartoon or something that the child likes to play with. Եվ ավելացնում եմ ինչ որ մեկ այլ փոքրիկ ինչ որ մի հատկություն կամ ինչ որ մի առարկա, որը երեխան սիրում է խաղալ, եւ այդ առարկան կարող եմ ավելացնել օրինակ մուլտֆիլմերից կամ այլ պատկերներից։ And then I put this on the trait. Եվ այդ ամենը ես տեղադրում եմ այդ հատկության անիվի մեջ։ And ask the child, do you want this picture or that picture? Եվ հարցնում եմ այդ երեխային, արդյոք ինքը ցանկանում է, որ այդ պատկերը, որ ես տեղադրել եմ, այդ առարկան տեղադրել եմ այդ հատվածում։ And then I start helping the child educate him. Եվ սկսում եմ նման ձևով սովորեցնել երեխային։ You can draw the wheel on a piece of paper or on a chart. Կարող եք իրականում ինչ որ թղթի վրա այդ անիվը պատկերել։
And then you put the picture of the car and say, now we play with cars, this is what we do. Եվ տեղադրելով այդ մեքենան այդ հատվածի մեջ, ասել, որ հիմա տեղադրում ենք այստեղ, հիմա սրանով ենք աշխատելու, սրա հետ ենք խաղալու։ And then from the cat kit, Եվ cat kit-ից այնուհետև 1 second. I will bring this when we do the cat kit introduction next time. Իհարկե այս ամենը դուք կունենաք մյուս անգամ երբ գանք, մենք կբերենք ձեզ կտանք։ So I have a small photo of a happy face. Այստեղ մենք դրա մեջ կան փոքրիկ դեմքեր, And then I make a big photo of a happy case, of a happy face. այնուհետև մեծ նկար ավելի երջանիկ դեմքի կարող ենք պատկերել։ And then I say, are you happy like this or happy like this? Եվ Very happy or little happy? Եվ այդ դեպքում մեծի եւ փոքրի մեջ կխնդրենք, որ երեխան արդեն ընտրի, արդյոք այսքան եք դուք երջանիկ, թե այսքան եք երջանիկ, այսքան ես ուրախ, թե այսքան ես ուրախ։ And I can do this with different things. Food he eats, people he play with, or Եվ he's տարբեր together with. բաների հետ դա կարող ենք անել այդ ձևով, այսինքն մարդկա այն ուտելիքի հետ կարող ենք աշխատել, թե նա ինչ սնունդ է ընդունում, ուտելիքի մասով կարող ենք անել, մարդկանց հետ ում հետ նա խաղում է։ Being with animals, everything he's doing. Կենդանիների հետ որ օրինակ խաղում է կամ շփվում է։ Because I know from the cognitive diamond his behavior Որովհետև մենք գիտենք ճանաչողական այդ ադամանդից, որ իր վարքը is always associated with thinking and feelings. մշտապես համագործակցում է մտքերի եւ զգացմունքների հետ։ So with the children, I do the psychoeducation. Երեխաների հետ հոգեբանական ուսուցանում ենք անցկացնելու։ So we start working with the children, not asking them, how do you feel? Երեխաների հետ, այսինքն մենք ոչ թե ասելու ենք ինչ եք դուք զգում, այլ But mirroring them when they are happy playing with the car. հայելային պատկեր ստեղծելով, այսինքն ցույց տալով ներգրավելով նաև իրենց խաղի մեջ։ I mirror, I say, usually when you play with the car, you are happy. Այդ ձևով մենք նման ձևով արտահայտելու ենք սովորաբար ասելով, եթե դու խաղում ես, դու երջանիկ ես, որքան ես երջանիկ կամ որքան ես ուրախ, արդեն պատկերները ցույց տալով ինքը ընտրի։ And then some weeks pass, Այնուհետև որոշ շաբաթներ անց and I ask, what do you want to play with? կրկին նրան հարցադրում կանենք, ինչի հետ ես ուզում խաղալ, And he says, I don't know. եւ նա ասի, չգիտեմ։ And then I say, well, maybe you want to be happy, you can play with the car. Այնուհետև մենք կարող ենք ասել, եթե ուզում եք ուրախ լինես, ավելի երջանիկ լինես, դու կարող ես ցույց տալով այդ փոքրիկ այդ իր ընտրած երջանկությունը, կարող ես ուրեմն այս մեքենաների հետ իր ընտրած արդեն մեքենաների հետ խաղալ։ So I try to connect his brain cells Մենք փորձում ենք իր ուղեղի նեյրոնները կապել with this behavior to this emotion. կապել վարքերի եւ էմոցիաների հետ։ And then in 1 year, I ask, what makes you happy? Եվ 1 տարի անց արդեն երբ նույն հարցադրումը անենք, որ ինչն է քեզ ուրախացնում, Then he says, when I play with my car. արդեն ինքը կպատասխանի այն, որ ես խաղում եմ իմ մեքենայի հետ։ So this is a part of the emotional training. Սա մի մասն է էմոցիոնալ տրեյնինգի։ And then maybe if he has one of the traits that is very negative for him, Եվ միգուցե եթե նա ունի օրինակ մի հատկություն, որը բացասական կողմն է, բացասական է արտահայտվում, I can do the same when I ask you to take the paper from the floor. օրինակ եթե ես իրան այդ դեպքում հարցնեմ, որ հատակից վերցնի թուղթը, Are you happy or are you angry? այս պարագայում դու ուրախ ես, թե բարկացած, Very angry. ինքը կարա ընտրի, որ ինքը շատ բարկացած է։ And so we talk about it, but we will do this a lot in July. Մենք հուլիսին այս մասին ավելի խորը կանդրադառնանք Yes. այս ուղղությամբ։ Yes. Because the sooner we all get to know about our emotions, Որովհետև որքան ավելի շուտ մենք հասկանանք, ճանաչենք մեր էմոցիաները, հույզերը, the more self-understanding I can grow up with. ինքնաճանաչումը եւս կմեծանա, կբարձրանա։ Did you ever see the movie with, what's his name? Ֆիլմ տեսել եք մասի ինչի մասին։ With Julia Roberts and what's his name? Ջուլիա Ռոբերտսի եւ And Richard Gere. You know Ah, Richard Gere? Krasotka. What, Pretty Woman? You know Pretty Woman, the movie? Krasotка,
Երևի դա է։ Pretty Woman, you know the movie? Այո, yes. Yes. Ես եմ պատասխան։ There's one scene, I should play it with you. I don't have it. Տեսարան մենք հիմա կխաղանք միասին ձեզ հետ, And Richard Gere, he tells Julia Roberts, որտեղ Ռիչարդ Գիրը Ջուլիա Ռոբերտսին ասում է, he said, I paid thousands of dollars ասում է, որ ես հազարավոր դոլարներ եմ ծախսել, վճարել, to be able to say, որպեսզի ասեմ, I'm very angry with my father. որ ես բարկացած եմ իմ հայրիկի վրա։ You know, if we learn it when we are children, Եթե մենք փոքրուց ենք դա սովորում, this can inform myself, who am I? դա կարող է ինձ տեղեկատվություն տալ, հասկանալու ով եմ ես։ If we don't, I lack the language Եթե ես իրականում, եթե դա չիմանանք, չսովորենք եւ չկարողանանք արտահայտել լեզվով, and I just react to the environment, եւ ընդհանրապես դա հույզերով կամ ձևերով ենք արտահայտում, I blame other people for my bad emotions այս պարագայում եւ մենք մեղադրում ենք այլ մարդկանց մեր վատ էմոցիաների համար and think it's their fault I'm reacting. եւ ասում ենք, որ իրենց մեղավորությունն է, որ ես այսպես եմ հիմա ինձ դրսևորում։ I need help to say, I don't like what you do. Stop. Ես ընդհանրապես պիտի կարողանամ օգնության կարիք ունեմ, որ կարողանամ նրանց ասել, որ դա է ինձ բարկացնում, մի արեք այլևս։ It brings me into circle 5 and I want to kill you. Որովհետև այդ պարագայում, երբ որ դու անում ես, ես բարկանում եմ, 5-րդ շրջանն է ինձ մոտ ավելի ակտիվանում եւ ուզում եմ ես ձեզ սպանել։ maybe not. But you know, this is a big part of being able to tolerate what is happening to you. Սա շատ կարևոր է, շատ մեծ մաս է կազմում հասկանալու ինչը դուք կարող եք հանդուրժել եւ տանել, ինչը ոչ։ Every day we have so many negative emotions. Քանի որ օրական մենք շատ ու շատ բացասական էմոցիաներ ենք նաեւ ունենում։ It's like 20% happy, 80% angry, upset. Օրինակ 20%-ը կարող է մենք 20%-ի պարագայում ուրախ ենք երջանիկ, 80%-ը հիասթափված, բարկացած, Feeling disappointed. հիասթափության զգացողություն կարող ենք ունենալ։ Most people have a lot of these feelings. Մարդիկ իրականում մեծամասամբ այս բոլոր զգացմունքների համախառն զգացմունքներ ունենում են իրենց մեջ։ Because amygdala is more aware of negative feelings. Քանի որ ամիգդալան ավելի շատ ազդվում է եւ փքվում է բացասական էմոցիաներից, Because negative feelings helps me survive. քանի որ իրականում բացասական էմոցիաներն են օգնում ինձ գոյատևել։ I need my aggression to survive. Ես ագրեսիայի կարիք ունեմ, իմ ագրեսիայի կարիքն ունեմ գոյատևելու համար։ But if I get aggressive, Բայց ես երբ ագրեսիվ եմ դառնում իրապես, if somebody takes my chair, եթե ինչ որ մեկ այդ պահին իմ աթոռը հեռացնի, then I have a hard life. I have a hard life եւ ես ծանր կյանք ունեմ, because there's always somebody doing something stupid. քանի որ այս պարագայում ինձ թվում է թե ինչ որ մեկը միշտ ներողություն հիմար բան է անում իմ կյանքում ինձ համար։ And the next we will work with is if I'm filled with negative emotions, Հաջորդ բանը, որ մենք պիտի անենք, թե ինչպես վարվենք, երբ մենք բացասական էմոցիաներ ենք ունենում, I cannot make them go away. They are filling me up. I'm so angry and disappointed. երբ նրանք ուղեղս այնքան են պարուրում, որ այլ մտքեր չի լինում այդ բացասականից բացի, երբ ամբողջ մարմնով եմ արդեն դա զգում, I cannot enjoy my lunch. I'm angry. չեմ կարողանում նույնիսկ վայելել իմ ճաշը, քանի որ ես չափազանց բարկացած եմ լինում, And all of these negative emotions are they're stealing my life. եւ այս բոլոր բացասական էմոցիաները փաստացի խլում են իմ կյանքը։ And if I have trauma in me, Եվ եթե ես տրավմա ունեմ, I have many more negative emotions. բնականաբար ես շատ ու շատ բացասական էմոցիաներ ունեմ արդեն իմ մեջ։ So we need techniques Մենք հատուկ տեխնիկաների կարիք ունենք այս պարագայում, to soothe and bring down all the negative emotions. նվազեցնելու այդ բոլոր բացասական էմոցիաները։ So the techniques
what we will be using is havening, bring down negative emotions. Տեխնիկաներից մեկը դա havening-ի մեթոդն է, որը մենք կփորձենք կիրառել այդ բացասական էմոցիաները նվազեցնելու, հանդարտեցնելու նպատակով։ And tapping, bring down negative emotions. Եվ տպտպացնելը եւս տեխնիկաներից մեկն է, որը եւս օգնում է բացասական էմոցիաները իջեցնել եւ հանդարտեցնել։ So for the next sessions, Հաջորդ սեսիաների ժամանակ I will ask you to connect with all your negative emotions. ես պիտի խնդրեմ ակտիվացնել ձեր մեջ եղած բոլոր բացասական էմոցիաները։ We will not do talk therapy. We're not talking about it. Մենք չենք խոսելու դրանց մասին, We are tapping. պարզապես տեխնիկայի միջոցով տպտպացնելով փորձելու ենք And then I pray everything will be okay. այնուհետև կաղոթենք, որ ամեն ինչ լավ լինի։ So, thank you so much for bringing up the children because they're the most important. Շնորհակալություն, որ երեխաների մասով եւս բարձրաձայնեցիք, որտեղ դրա շատ կարեւոր է իրականում։ Շնորհակալություն ձեր պատասխանի համար։ Այն օգտակար էր։ Մեր գործի աշխատանքի ընթացքում, մեր փորձառության ընթացքում մենք այդ նման ձեր նշած տարբերակ օգտագործում ենք։ Մենք այդ տեխնիկան օգտագործում ենք, պարզապես ուզում եմ հասկանալ կա արդյոք ավելի հեշտ տարբերակ այս տեխնիկան օգտագործելու։ In July, I will go through all ages for all the techniques. Հուլիսի սեսիայի ընթացքում մենք այդ տեխնիկային կանդրադառնանք տարբեր խմբերի եւ տարիքի երեխան, տարբեր տարիքային խմբերի առնչությամբ եւս։ Okay. So 17, 18, 19th of July. I think, Kim, is that the date? 19-ին հուլիսի։ Yes. 17, 18. 17, 18, 19th of July, we are together again and we bring cat kits. 17-ին, 18-ին, հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին մենք արդեն քիթը բերելով կա բոլորս միասին կաշխատենք այդ ուղղությամբ։ Very practical. Ավելի շատ պրակտիկ ձևով։ Any other questions? Այլ հարցեր ունենք։ Yes? Բարձր խնդրում եմ։ While talking about the movie scene on Julia Roberts and Richard Gere, another film scene appeared in her mind with the participation of, again, with Julia Roberts and Javier Bardem. I don't remember him. Oh. So in this scene, they teach to love, pray, and eat. And eat. So while controlling the behavior. Yes, yes, yes. Everything is about behavior, thinking, feeling. That's life. Իրականում ամեն ինչն է վարքի, մտքերի եւ զգացողությունների մասին։ Ամեն ինչը դրա շուրջ է պատտվում։ Thank you. Շնորհակալություն։ Yes. Ներողություն. While speaking about anger, she has a question on that. When a person does his best not to express this anger, does that person hurts itself? He wants to. So he wants to make quiet. He wants to make everything in quiet, and that's why he doesn't want to show his anger. But as a result, does it affect his body for himself? If he can
release the anger, եթե կարող ես սպառել այդ բարկությունը, if you have techniques, so if I make you angry, եթե ինքը տեխնիկա ունի իրականում, որ կարող է ստիպել բարկանալ կամ բարկանում է, you go from 0 to 10 and you get very angry with me, այդ դեպքում սերատոնինն է բարձրանում բարկության ժամանակ, and you say, I'm not angry, բայց դուք ասում եք այդ պարագայում այդ բարկության ժամանակ ասում եք ես ցույց եք տալիս որ բարկացած չեք, usually you have adrenaline in your body այդ պարագայում իհարկե ադրենալին էլ ունեք միանշանակ, because anger comes from being sad, որովհետև բարկությունը տխրության արտահայտման միջոց է, տխրության արտահայտումն է, or disappointed, կամ հիասթափության արտահայտումն է, or being mistreated, unfair. կամ ոչ արդար ձևով խաբված լինելու, ճիշտ վերաբերմունք չցուցաբերված լինելու արդյունքը։ This happens first, Առաջին հերթին դա է տեղի ունենում, then adrenaline comes and then you get angry այնուհետև ադրենալինը բարձրանալով տանում է դեպի բարկության։ in 2 seconds. Մի քանի րոպե, մի քանի վայրկյան։ So if you are a person who get angry because of what happens to you, Եթե օրինակ ձեզ ձեր վրա ազդում է, ձեզ բարկություն է պատճառում այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեզ հետ, maybe inside you can have some strategies. միգուցե այդ պարագայում պետք է հատուկ ռազմավարություններ ունենաք, մշակեք ձեր ներսում։ It's like, I'm not taking that. I'm not, you protect yourself. Այդ նման ձևով դուք պաշտպանողական ռեակցիաներով դուք փորձում եք պաշտպանել Because it ձեզ, takes between 7 minutes and 20 minutes for the adrenaline to go down. որովհետև 7-ից 20 րոպե է տևում, որ ադրենալինը իջնի։ So for 20 minutes you're angry. 20 րոպե դուք լարված կլինեք բարկացած, Maybe you do havening. միգուցե havening-ը անեք, դա ինքներդ կիրառեք, Maybe you smell something միգուցե I'm very հոտի angry. բույրի միջոցով կարողանաք հանդարտեցնել, and then it goes down. եւ դրանից հետո ադրենալինը կիջնի ներքև, կընկնի։ When you know you have the reaction Եթե դու գիտեք, դուք արդեն համապատասխան ռեակցիա եք ցուցաբերում, and you know it will take about 20 minutes, then you will stop being angry. եւ այդ ամենը ընկալելով, հասկանալով, որ ընդամենը 7-ից 20 րոպե է տևելու այդ ամենը, Then it դուք will- կարող եք զսպել ձեզ ինքնապաշտպանական ռեակցիայով, միջև իջնի արդեն կհանդարտանա։ Then it will not harm you. Այդ դեպքում որևէ վնաս չի պատճառի ձեզ, But բայց if you are filled with adrenaline եթե ադրենալինը ամբողջ մարմնով եք զգում ներքևից and you don't wait for it to go down, եւ որևէ բան չեք անում, որ նա իջնի, this can affect your whole body. իրական ողջ մարմինը դրանից արդեն վնաս կկրի, And then you also get cortisol. որովհետեւ այդ պարագայում կորտիզոլը եւս կբարձրանա, You get stressed every time you know you have to go to work to meet that person who makes you angry. որովհետեւ ամեն անգամ երբ դուք մտածեք, որ գնալու եք օրինակ աշխատանքի եւ հենց այդ մարդուն տեսնեք, նորից վերապրելու եք այդ ամենը եւ կրկին այդ ամենը բարձրանալու է ձեզ մոտ, So if you don't deal with it, you can get sick from it. եւ եթե չկարողանաք այդ սպառել այդ բացասական հորմոնները, ապա դուք կհիվանդանաք, Because adrenaline and cortisol is stored in your connective tissue. քանի որ ադրենալինը եւ կորտիզոլը հյուսվածքներում են իրականում պահուստավորվում։ So yesterday we talked about cortisol. Երեք մենք խոսել ենք կորտիզոլի մասին։ You have this in your slides, in your PowerPoint. Ձեր PowerPoint-ի սլայդերում դուք արդեն դա ունեք, տեսել եք։ So if you have too much cortisol and adrenaline, Եթե կորտիզոլի եւ ադրենալինի չափաբաժինը բարձր է, it can affect your heart. ձեր սիրտը դրանից կտուժի, կվնասի սրտին։ Adrenaline can create broken heart syndrome. Ադրենալինը կարող է առաջացնել կոտրված սրտի սինդրոմ, Because the heart is one big muscle որովհետեւ սիրտը մի մեծ մկան է and too much adrenaline can destroy the muscle. եւ շատ ադրենալին իրականում այդ մկանային համակարգը կվնասի You can get cholesterol in your veins. եւ երակներով խոլեստերինը կբարձրանա From cortisol, կորտիզոլից so that your veins become smaller and you get high pressure.
Եվ այդ պարագայում անոթները նեղանում են, ճնշումը արդեն կարող է բարձրանալ։ And that is a sickness that you have high pressure. You can die from high pressure, blood Բնականաբար pressure. արդեն բարձր ճնշումից կարող եք մահանալ։ Cortisol can increase your blood sugar. Կորտիզոլը կարող է նվազեցնել ձեր արյան ճնշումը, Stress can create diabetes. իսկ ստրեսը կարող է դիաբետ առաջացնել։ We know that serotonin, the neurotransmitter serotonin, Մենք գիտենք, որ սերատոնինը նեյրոհաղորդիչներով 80% is in our digestive system. 80%-ով զետեղված է մեր մարսողական համակարգում։ And serotonin is helping our digestive system. Եվ սերատոնինը օգնում է մեր մարսողության համակարգին, But cortisol destroys the serotonin receptors. բայց կորտիզոլը վերացնում է սերատոնինի ռեցեպտորներին։ So you could get all kinds of sickness from your stomach. Այսպիսով բոլոր ազդակները դուք կարող եք ստանալ հենց ձեր ստամոքսից։ Cortisol attacks the receptors for all the neurotransmitters. Կորտիզոլը ընկալում է, վերցնում է բոլոր ռեցեպտորները, որը իրականում արտահայտվում են։ So you get more anxious, depression, everything psychiatric. Դուք դրանից ստանում եք անհանգստություն, մտահոգություններ, բոլոր տեսակի զգացողություններ այդ նմանատիպ։ And you become very sensitive to everything. Եվ բնականաբար գերզգայուն եք դառնում ամեն ինչի նկատմամբ։ So our stress hormones, cortisol and adrenaline, Այսպիսով մեր ստրեսային հորմոնները կորտիզոլը եւ ադրենալինը, we need them in small dosages. մենք դրանց փոքր չափաբաժինների կարիք ունենք If we միայն։ don't have them, we cannot live. Small. Առանց փոքր չափաբաժինների իրական չենք կարող ապրել, But too much makes us sick. բայց շատ չափաբաժինն էլ արդեն վնաս է հասցնում So մեզ։ if a person has a lot of anger, Այսպիսով եթե բարկություն իսկապես գերլարվածության գերվիճակում է գտնվում մեր and it's մարմինը, just like this մենք շատ all ձգված the ջղային time, ենք դառնում, I'm not angry, ասելով իհարկե որ ջղային չենք, you may become sick and it's very dangerous. կարող եք իրականում հիվանդանալ եւ շատ դժվար է դա արդեն։ But if you own your anger, I know why I'm angry, it's not fair, Բայց եթե դուք գիտեք ձեր բարկությունը, դա անարդար է եւ find ways and have strategies, կարող եք գտնել ուղիներ եւ համապատասխան ռազմավարություն։ maybe if you have PTSD, Միգուցե եթե կա հետ տրավմատիկ ստրեսային խանգարում, you have been to war, you are a veteran, դուք կարող եք I'm sorry you are a veteran soldier from the war, Միգուցե զինվորի կորստի հետ կապված կամ նմանատիպ ինչ-որ խնդրի։ in Ukraine where we do the same reset program right now, Ուկրաինայում մենք այս ծրագիրը եւս անցկացրել ենք, այս նույն տրեյնինգը։ we are training the social workers, teachers, psychologists, Մենք անցկացրել ենք սոցիալական աշխատողների, հոգեբանների հետ, նման եւ այլ մասնագետների, who are working in the war zones. ովքեր աշխատում են մարտի դաշտում, պատերազմում, And the children, of course, they are affected because the Russians, they attack with drones all the time. Բնականաբար դա եւս երեխաների վրա է ազդում, որովհետեւ նման հարձակումները այդ պատերազմը միանշանակ տրավմաներ է թողնում։ But another big problem Մեկ այլ խնդիր, բայց is when their father comes home on leave of absence from the war. When the father comes home, take a vacation from war, երբ հայրը նրանց վերադառնում է տուն պատերազմից, he is so full of adrenaline, the father. նա լի է ադրենալինով լինում, So the mother must go to a crisis center with the children. այդ պարագայում մայրը պետք է երեխային տանի հատուկ կրիզիսային այդպիսի կենտրոններ, համապատասխան կենտրոններ, Because if the children are playing and laughing and screaming, որովհետև երեխան եթե խաղում է, ձայներ է հանում, բղավում է եւ այլն, the father is so full of adrenaline, he goes, be quiet. այդ պարագայում հայրը շատ վատ կարող է դրսևորել, որտեղ ադրենալինի չափաբաժինը բարձր է, կարող է բարկանալ, ջղայնանալ, նույնիսկ խփել երեխային։ So the children, they have to live with a soldier in their house. Այսպիսով երեխան պետք է ապրի հայրիկի հետ, զինվոր հայրիկի հետ միևնույն տանը, And that's too much anger. եւ այդ պարագայում չափից շատ բարկություն եւ ջղային իրավիճակ կա տվյալ ընտանիքում։
So anger is a big issue for all of us. Բարկությունը դա իսկապես խնդիր է բոլորիս համար։ We have to find ways that it won't destroy me or my family or my Պետք է co-workers. գտնենք ճանապարհներ, ուղիներ, թե ինչպես նվազեցնել այն կամ պաշտպանել դրանից, քանի որ վերջին հաշվով դա մեզ է վնասում մեր ընտանիքներին եւ մեր շրջապատը։ Yeah. So thank you for asking. Very important. Շնորհակալություն հարցի համար։ Thank you too for explanation. Yes. So in details. These questions, they don't come with easy answers. Նման հարցերը իրականում թեթև պատասխաններ չունեն, Because there are so many things that is affecting us. որովհետև շատ բան է իրականում այդ հարցի առաջացմանը ազդում եւ բնականաբար պատասխանը պետք է լինի բավականին համապարփակ։ Yes. Okay, yes? She's very fair and just and maybe but she's very fair and she's worried about that. She can't be less fair. Yes. Yes. We will work with everything, all the negative emotions after lunch. Մենք լանչից հետո բոլոր էմոցիաների, նաև բացական էմոցիաների մասին եւս կխոսենք։ Okay. But first, we have an announcement. Մի փոքր հայտարարություն ունենք։ Shall I translate it to you? Thanks to all the participants for coming for not today is a Saturday, not for a working day, and it is very important for them as well because it is a chance for professional development as well for them. As you know, our guests, you came from Denmark to pass this conduct this training for them. You haven't seen the first day you came with huge luggages and so much materials you brought from Denmark for as an education, supportive materials for education. This is the second time that you are in Vartenis. At the first time the training was specifically for specialists, and this time we involved a wide spectrum of society as human beings, not a professional ones. As for that we are thankful to you. From my point of view, as a Vartenis community inhabitant, I'm really happy for this chance because it's really a good opportunity for all of them to be educated. So this is about taking the materials who have once and twice. It is in reference with what we've already spoken about. It is not the only disappointing part. Yesterday, some materials and some things, subjects also were lost. Everything that was distributed among you, it was for 3 days, not for 1 day or 2 days. And everything that was distributed to deliver to you, you had to bring these 2 days as well. If you have forgotten to take,
If you have forgotten in some cases to bring that ones from your home to here, it doesn't mean that you should take the ones that were extra. So these were stipulated for 3-day trainings, and this will be left with you as well. But Ես չեմ տեսել, չեմ անձնավոր որևէ բան չեմ ասում։ Գուցե որևէ մեկը պատահմամբ վերցնելա ձեր քթերի հետ կարծել եք ես ձեր քթերն խնդրում եմ ու պահանջում եմ նաև մեր շնորհքն է, մեր պատիվն է ամոթողի համար, որ մարդիկ կապին մեզ ասում ու այո մենի։ Իրոք խնդրում եմ վերադարձնել ընթացքում մի բերեք անձնական դոկումենտացիա։ Դա խնդրում եմ ձեր քթերը ստուգեք, տեսեք եթե it is just she's asking if someone maybe by mistake they have taken some materials that were extra but they do not need it. Please, it is not. It could be anonymous. Bring and put it here as well because we have cameras and it is really shameful for our community that some people come here and say that some subjects or some materials are lost. And it is not so good for them. Yeah. There are cameras in the building. They want the cameras to look everything on the cameras. Okay. The participants. But she insists on their